Բարև ձեզ սիրելի փոքրիկներ եւ մեծիկներ։ Դուք դիտում եք մեր մանկական հաղորդումը։ Այսօր մեզ հետ մի շատ գեղեցիկ եւ տեղանդավոր ընկեր Գոհարը, մոդելային դպրոցի հիմնադիր տնօրենը։ Բարև ձեզ ընկեր Գոհար։ Ողջույն Նունե ջան։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ, որ այսօր հյուրեմ Kids Time հաղորդմանը։ Նախ ուզում եմ իմանալ, ինչու որոշեցիք ստեղծել այս մոդելային դպրոցը։ Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այսօր այստեղ Kids Time հաղորդմանը եւ շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան այսպիսի հաղորդումներ եւ բոլոր հեռուստաընկերություններին նույնպես կհորդորեմ, որպեսզի նմանատիպ մանկական հաղորդումներ ունենան։ Իսկ ինչ վերաբերվում է մոդելային դպրոցին, կասեմ, որ մոդելային դպրոցը գործելու է սեպտեմբերից։ Այժմ մենք անցկացնում ենք եռամսյա դասընթացներ մոդելինգի, որը կապված է օգոստոսին կայանալիք Fashion Symphony ֆեստիվալի հետ։ Եռամսյա դասընթացների ընթացքում մենք հասկացանք, որ երեխաները բավական ակտիվ են, ունենք շատ լավ երեխաներ եւ կցանկանանք, որպեսզի այդ երեխաները մնան մեզ մոտ եւ հետագայում նույնպես ուսուցանեն։ Եվ այդպիսով մենք որոշեցինք, որ սեպտեմբերից բացելու ենք մեր մոդելային դպրոցը, որտեղ երեխաները արդեն ավելի խորը կարող են ուսումնասիրել մոդելինգը եւ նաեւ ինչու՞ չէ մյուս ճյուղերը։ Հիշում եք առաջին օրն ու առաջին աշակերտներին, ինչպիսին էր այդ օրը։ Մենք մի քանի ամիս առաջ որոշեցինք Fashion Symphony ֆեստիվալի համար անել casting եւ ունեցանք բավական ակտիվ մասնակցություն երեխաների։ Իդեպ ասեմ Նունեն նույնպես մեր սաներից է եւ մեր մոտ է ուսուցանում եւ casting-ը անցնելուց հետո ես հասկացա, որ մեր երեխաները ուղղակի հրաշք են եւ պետք է առաջ տանել այդ երեխաներին, զբաղվել նրանց կրթությամբ, քանի որ մոդելինգը ինքը իրենից ներկայացնում է ոչ միայն քայլք, զուտ, որպեսզի բեմ դուրս գան եւ քայլեն, այլ մոդելինգը երեխաների մեջ սերմանում է շատ մեծ ուժ, սերմանում է եռանդ եւ նաեւ երեխաներին տալիս է շատ ինքնավստահություն։ Իսկ ձեր դպրոցում միայն աղջիկներն են սովորում, թե նաև տղաները։ Այն դպրոցը, որը գործելու է սեպտեմբերից, ուսուցանելու են ոչ միայն աղջիկները, նաև տղաները։ Իսկ այս պահին միայն աղջիկներն են մեր մոտ։ Որ տարիքից կարելի է սկսել մոդելինգ սովորել։ Մենք ունենք բավական փոքրիկ երեխաներ, ունենք 4 տարեկան, 3 տարեկան երեխաներ, ովքեր շատ ակտիվ են։ Եթե երեխան ակտիվ է, եթե երեխան չի քաշվում բեմից, նա կարող է դուրս գալ բեմ եւ իրենց գալ ազատ, ինչու՞ չէ 3 տարեկանից կարող են հաճախել։ Ինչ կարևոր հատկություններ են պետք մոդել դառնալու համար։ Մոդել դառնալու համար իմ կարծիքով պետք է միայն շատ մեծ ցանկություն եւ այդ ցանկությունը ունենալուց արդեն երեխաները կարող են ինքնակրթվել եւ առաջ գնալ։ Միայն եւ միայն պետք է ունենալ ցանկություն եւ կամքի ուժ։ Ինչպիսի քայլքն է ամենագեղեցիկը։ Ինչպես նորաձևության մեջ, շորերի նորաձևության մեջ, մոդելինգի մեջ նույնպես կա մոդա, այսպես ասած, որ ամեն տարի ինչ-որ մի քայլքի թրենդ կա, բայց ես կարծում եմ, որ պետք չի հետևել այդ թրենդներին, այլ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր մոդել լինի ինքնատիպ, ստեղծի իր ոճը եւ հավատարիմ մնա իր ոճին եւ այնպես քայլի, ինչպես ինքը կոմֆորտ է իրեն զգում։ Իսկ որոնք են մոդելների սխալները, որոնք պետք է շտկել։ Մոդելների սխալները, դե իմ կարծիքով դու խոսում ես արդեն հասուն մոդելների մասին, քանի որ փոքրիկների մասին այդպիսի սխալներ չկան, փոքրիկները ուղղակի պետք է սովորեն, երբ արդեն դառնան հասուն մոդելներ, երբ արդեն նրանք անցնեն աշխատանքի, հասուն մոդելները պետք է իրենց բնավորության վատ կողմերը ցույց տան, նրանք լինեն լսող, հանդուրժող եւ նկարահանումների ընթացքում բնականաբար լսեն իրենց ղեկավար թիմին։ Դա ես ասում եմ հետագայի հետ կապված մեծ մոդելների, իսկ փոքրիկները ուղղակի պետք է լինեն ուշադիր, լսեն իրենց դասատուներին եւ անեն այն, ինչ իրենց ասում են։ Իսկ բացի քայլելուց էլ ինչ-որ բան սովորում են ձեր դպրոցում։ Մեր դպրոցում, որը գործելու է սեպտեմբերից, բնականաբար սովորելու են նաեւ պար, մոդելինգ պար, կլինի դերասանի վարպետություն, նաև ես դպրոց այս պահին Երևանում գործող մոդելինգի դպրոցներում մի բաց թողում եմ տեսնում, շատ լավ երեխաներ ունենք, ովքեր որ ուսուցանում են, բայց չկա մեկը, որ այդ երեխաներին տանի առաջ, զբաղվի նրանց հետագա կարիերայով, որովհետև կան երեխաներ, որոնք գալիս են մոդելինգի ոչ միայն ժամանակ անցկացնելու, այլ նաև իրենց հետագայի համար, որպեսզի դառնան պրոֆեսիոնալ մոդելներ։ Մեր դպրոցում մենք զբաղվելու ենք հենց երեխաների առաջխաղացմամբ, զբաղվելու ենք նրանց PR-ով եւ զբաղվելու ենք նրանց բրենդինգով։ Աշակերտներից որևէ մեկը կա, ով հայտնի է դարձել, կարող եք պատմել։
Այս պահին դեռ իմ աշակերտները բոլորը նոր են, հայտնի աշակերտ այդպիսին չունեմ, ժամանակին իմ աղջիկն է հաճախել մոդելինգի, հիմա էլ է հաճախում 6 տարեկանից, նա բավական լավ ձեռքբերումներ է գրանցել, բայց ես հույս ունեմ, որ իմ դպրոցի սաները նույնպես հետագայում շատ հաջողություններ կունենան, քանի որ մենք շատ պլաններ ունենք այս դպրոցի հետ կապված, երեխաները դուրս են գնալու արտասահման, տարբեր մրցույթների են մասնակցելու, Հայաստանում նույնպես կազմակերպելու ենք շատ մրցույթներ, այնպես որ հուսով եմ, որ մենք ապագայում կունենանք շատ լավ կադրեր։ Դժվար է աշխատել երեխաների հետ։ Երեխաների հետ դժվար չի աշխատել, ուղղակի պետք է հասկանալ նրանց լեզուն, նրանց շատ սիրել, այդ դեպքում նրանք էլ քեզ շատ կսիրեն, այդ սերը փոխադարձ կլինի եւ ամեն ինչ ավելի հեշտ կընթանա։ Ինչպես է կարողանում միշտ շփտալ նրանց։ Ես ուղղակի միշտ տանից դուրս եմ գալիս բարձր տրամադրությամբ, թողնելով տանը առօրյա հոգսերը եւ գնալով դպրոց փորձում եմ միշտ լինել ուրախ, միշտ լինել շփտերես եւ այդ էներգիան փոխանցել բոլորին։ Ինչ զգացողություններ եք ունենում, երբ տեսնում եք ձեր սաներին բեմի վրա։ Ես հպարտանում եմ, ես երբ տեսնում եմ իմ սաներին, իրոք հպարտություն եմ զգում եւ հետագայում նույնպես ուզում եմ ասել դպրոցի հետ կապված, որ ունենամ սաներ, ովքեր արդեն կներկայանան ավելի բարձր բեմերում, ես միմիայն կհպարտանամ իրենցով։ Ինչ կմաղթեիք մեր փոքրիկ հեռուստադիտողներին, ովքեր երազում են մոդել դառնալ։ Մեր փոքրիկ հեռուստադիտողներին, ովքեր ցանկանում են մոդել դառնալ, կցանկանան, որ գնան իրենց երազանքի հետևից, անպայման իրականացնեն իրենց երազանքները, հետ չնայեն, ոչինչի դեմ կանգ չառնեն, ուղղակի առաջ գնան եւ հասնեն իրենց երազանքին։ Ցտեսություն, ձեզ հետ Նունեն էր եւ ընկեր Գոհարը։ Շնորհակալություն շատ։ Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է Kids Time-ը եւ այսօր մի շատ հետաքրքիր հյուր ունեմ։ Գեղեցկուհի, տաղանդավոր երգչուհի Ժաննան։ Ողջույն Ժաննա, շատ ուրախ եմ, որ այսօր մեր հաղորդման հյուրն ես։ Ողջույն։ Ժաննա, քանի տարեկան էիր, երբ առաջին անգամ երգեցիր բեմում։ Այդ ժամանակ ես 4 տարեկան էի։ Իսկ հիշում ես, թե ինչ երգ ես կատարել։ Երևանը մենք ենք, Ֆորշ, Երևանը մենք ենք։ Իսկ քեզ ով է սովորեցրել երգել։ Ինձ սովորեցրել է երգել Գրիգոր Կոկչյանը։ Այ բոլորս բեմ բարձրանալուց փոքր-ինչ լարվածություն ենք ունենում։ Ինձ հետաքրքիր է դու ինչ զգացողություններ ես ունենում։ Ես չեմ հուզվում, քանի որ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կանցնի։ Այ ունես նախընտրելի երգչուհի կամ երգիչ։ Այո, ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին եւ իմ սիրած ուսուցիչները Գրիգոր Կոկչյանը եւ Լուսինե Կչոզյանը։ Շատ լավ, իսկ պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ, երբ դու քո սիրելի երգչուհու կամ երգչի հետ բեմի վրա ես, ինչ երգ կկատարես։ Ես քանի որ շատ եմ սիրում իմ Հայաստանը, ես կկատարեի նրանց հետ իմ Հայաստանի մասին երգ։ Իսկ քեզ ինչն է ամենաշատը դուր գալիս երգելու մեջ։ Ինձ երգելու մեջ շատ հետաքրքիր է մեղեդին եւ խոսքը։ Դու միայն երգել ես սիրում, թե փորձում ես պարել նաեւ բեմում։ Ես փորձում եմ երգել եւ պարել բեմում։ Այ եղել է, որ երգելու ժամանակ ինչ-որ հետաքրքիր իրադարձություն տեղի ունենա բեմի վրա։ Այո, եղել է, երբ որ առաջին անգամ ես հունիսի 1-ին բարձրացա բեմ, այնտեղ մենք փուչիկները բաց թողեցինք եւ բաց թողնելու ընթացքում արևի ջերմությունից սկսեցին նրանք պայթել։ Մենք վախեցանք, հետո սկսեցինք ծիծաղել։ Եթե ստեղծես քո սեփական երգը, ինչի մասին կլինի դա։ Իմ երգը կլինի իմ հայրենիքի մասին։
Իսկ ինչ խորհուրդ կտայիր այն երեխաներին, ովքեր նույնպես ուզում են այս ոլորտում աշխատել, երգիչ դառնալ։ Ես նրանց խորհուրդ կտայի, որ վստահ լինեն եւ գան այստեղ, որ իրանք ավելի լավ կարողանան իրանց խոսքը հասկանալ։ Իսկ հիմա մեզ հետաքրքիր է, ինչ նոր բան ես ցանկանում անել։ Երգ, տեսահոլովակ։ Ես առայժմ հաճախում եմ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց, այնտեղ ես գնում եմ երգի եւ դաշնամուրի։ Այն ավարտելուց հետո ես կմտածեմ իմ տեսահոլովակի մասին։ Շատ լավ, այսքանն էին այսօրվա հարցերը։ Իսկ այսօր մեզ համար ունես ինչ-որ պատրաստված երգ, որը կկատարես։ Այո, ունեմ։ Մուկիկ երգը, դա մուլտֆիլմից է։ Խնդրեմ, կարող ես կատարել։ Թաքուն քայլեմ, որ ես չարտնացնեմ, ինչ կա գետնին թափված, ես հավաքեմ, տանեմ, ինչ կա գետնին թափված, ես հավաքեմ, ուտեմ, ինչու երբ ինձ տեսնում, վազում եք ու փախչում, ես գեղեցիկ մի մուկիկ, ընդունեք ինձ ձեր ընտանիք, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր, քիթիկ, ունի փոքրիկ պոչիկ, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր, քիթիկ, ունի փոքրիկ պոչիկ։ Սիրված հերոս եմ ես ու իմ մասին եմ պես, մույլտերը գունավոր, հեքիաթներ հին ու նոր, մույլտերը գունավոր, հեքիաթներ հին ու նոր, դուք ինձ շոյեք մի քիչ, ինձ կերակրեք մի քիչ, ես գեղեցիկ մի մուկիկ, ընդունեք ինձ ձեր ընտանիք, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր, քիթիկ, ու մի փոքրիկ պոչիկ, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր, քիթիկ, ու մի փոքրիկ պոչիկ։ Ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր, քիթիկ, ու մի փոքրիկ պոչիկ, բարի մուկիկն եմ ես, ունեմ փոքրիկ երես, փոքրիկ աչքեր, քիթիկ, ու մի փոքրիկ պոչիկ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքանն էր այսօրվա Kids Time-ը։ Իսկ դուք մի փոխեք ալիքը, քանի որ մեզ սպասում է շատ հետաքրքիր հաղորդումներ։
Բարև ձեզ, ես Ինեսն եմ և այսօր մեր հյուրն է մի շատ հետաքրքիր դիզայներ, ում ստեղծած հագուստները շատ յուրօրինակ են և անտարբեր չես կարող անցնել նրանց կողքով։ Էրզարդ հայկական բրենդի հիմնադիր դիզայներ Էլիզա Ազիզյան, պես առաջացավ միտքը նման հագուստներ ստեղծելու։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ջերմ ընդունելության համար։ Իմ ստեղծագործական ուղին սկսվեց սեր դեպի արվեստը, դեպի մշակույթը, սեր դեպի նկարչությունը։ Իսկ սկզբանե ես մանկուց նկարել եմ, բայց երբեք նկարչության չեմ հաճախել։ Եվ իմ գույները որոշեցի հագուստի վրա տեղափոխել եւ ստեղծել կրելի արվեստ, հիմնականում շեշտադրված էր հայկական տարազային մոտիվները եւ փորձում եմ ավելի ժամանակակից մոտեցում ցուցաբերել դրանց։ Իսկ որ տարիքից եք նկարել։ Նկարել եմ վաղ տարիքից, 4 տարեկանից սկսած եւ ժամանակի ընթացքում պետք է մասնագիտական ընտրություն կատարեի եւ պետք է ընտրեի կամ նկարչությունը կամ պարարվեստը, քանի որ բարի էի հաճախում, բայց ընտրեցի պարարվեստը եւ ավարտեցի մանկավարժական համալսարանի պարային կուլտուրայի բաժինը։ 17 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ կրթելսաներին, բայց մի օր հասկացա, որ ավելի հետաքրքիր հոբի ունեմ, նկարչություններ դա եւ այդպես Փարիզ դեպի նկարչություն տեղափոխվեցի եւ ստեղծվեց Elzart Fashion Studio-ն։ Ինչն է ամենաշատը ձեզ ոգեշնչում որպես դիզայներ։ Ես ամենաշատ ոգեշնչվում եմ մեր հայկական մշակույթից, հիմնականում շեշտադրված է մեր տարազային մոտիվները։ Փորձում եմ ստեղծել այնպիսի հագուստներ, որ ոչ միայն գեղեցիկ լինի, այլ նաև ունենա հոգի եւ պատմություն, քանի որ իմ աշխատանքներում ամբողջությամբ պատմություն է վերցրած մեր մշակույթից եւ երբ արվեստը կրելի է դառնում, դա խոսք է իրականում առանց բառերի, դու կարողանում ես արտահայտել քո զգացմունքները հագուստի տեսքով եւ կարծում եմ ավելի գրավիչ է դարձնում իմ աշխատանքներին։ Ստեղծագործելիս երաժշտություն լսում եք եւ ինչ եք լսում։ Այո, ստեղծագործելիս երաժշտությունը միշտ օգնում է, քանի որ ավելի նոր մտքեր են առաջանում եւ ավելի հանգստություն է տիրում այդ ժամանակ եւ փորձում եմ, այո, հիմնականում երաժշտություն լսել, սիրում եմ դասական, հիմնականում դասական եմ լսում, բայց գրեթե բոլոր երաժշտությունները սիրում եմ։ Եթե ինչ-որ մեկը ձեր գործը չհավանին, դուք ինչ կանեք այդ պահին։ Դա ասեմ, որ երբեք նման բան իրականում չի եղել, բայց եթե հանկարծ չհավանեն իմ աշխատանքները, իհարկե ըմբռնումով կմոտենամ, քանի որ ամեն մարդ իր կարծիքը ունի, բայց պատկերացեք նման բան ինչ այսօր չի եղել եւ հակառակը, երբ պատվերներ եմ գրանցում, ես ավելի ոգեշնչվում եմ իրենց գովաբանություններից եւ տեսնում եմ ինչքան են հավանում իմ աշխատանքները եւ հույսով եմ երբեք նման դեպք չի լինի։ Ամենաշատը ինչ գույն եք սիրում օգտագործել ձեր հագուստների վրա։ Ամենաշատը սիրում եմ վարդագույնը, կարմիրը եւ ոսկե գույնը, հիմնականում գերակշռում է ոսկե գույնը, ինչի համար արևի շողերի հետ եմ պատկերում եւ մեր մշակույթը, ինչպես գիտեք, շատ հարուստ է ոսկեգույն գույներով, իսկ վարդագույնը մեր քաղաքը վարդագույն տուֆերից է կառուցված, բայց գրեթե բոլոր գույները օգտագործում եմ, քանի որ ամեն գույն իր խորհրդանիշը ունի եւ փորձում եմ տվյալ պահին ընտրել այն գույնը, որը ինձ հոգեհարազատ է, այսինքն այնպիսի գույն չկա, որ ես չօգտագործեմ։ Եթե ձեր ստեղծած հագուստներից մեկը խոսել իմանար, ինչ կասեր։ Շատ հետաքրքիր հարց է։ Կարծում եմ շնորհակալություն կհայտնի ինձնից, որ ստեղծում եմ նման գեղեցիկ հագուստներ։ Հագուստ ստեղծելը ձեր համար աշխատանք է, խաղ թե հաճույք։ Նախ ասեմ, որ սկզբանե եղել է հոբի, այժմ աշխատանք, նույնիսկ իմ սիրելի աշխատանքը, քանի որ եթե դու քո աշխատանքը չես սիրում, սիրով չես կատարում, բայց ես շատ եմ սիրում այն աշխատանքը, ինչ որ անում եմ, դա արդեն վերածվել է բրենդի, իմ աշխատանքը, յուրաքանչյուր մարդ պետք է սիրի իր աշխատանքը, որ կարողանա պարզապես սիրով կատարել։ Վարդագույն, ոսկեգույն եւ կարմիր, որը ասոցացնում կարմիրը մեր նրան կարմիրի հետ, ոսկեգույնը մեր արվեջարագայթների հետ, իսկ վարդագույնը մեր հայկական տուֆի հետ։ Երբեմն պատահում է, որ մուսա չկա, չի ստացվում ինչ-որ մի բան ստեղծել։ Ինչ եք անում այդ պահին։ Երբեք նման բան չի եղել, քանի որ իմ մտքերը այնքան շատ են, որ չեմ կարողանում հասցնել իմ մտքերը իրագործել։ Կարծում եմ նման բան երբեք չի եղել։ Կարողանում եք երեխայի սիրած մուլտֆիլմից հագուստ ստեղծել եւ ինչպես։ Լինում են անհատական պատվերներ, որ նաեւ մուլտֆիլմից է լինում։ Վերջերս նման դեպք եղել էր, որ
պատվիրել էին գտնված երազ մուլտֆիլմից, որը շատ հետաքրքիր էր։ Այնպես որ ստացվում է Disney կերպարներ, մեր հայկական մուլտֆիլմերից կերպարներ, այո, ստեղծում եմ, նկարում եմ, անհատական պատվերներ ընդունում եմ։ Ո՞րն է եղել ամենահետաքրքիր եւ ամենաանսովոր հագուստի գաղափարը։ Ամենահետաքրքիր իմ հավաքածուները փոքրիկների հավաքածուներն են, քանի որ տիկնիկների տեսքով են, որոնք առանձնանում են իրենց 3D կերպարներով, ունեն հատուկ փոքրիկ շորեր, որտեղ փոխվում է ինքնակրթությունի միջոցներով եւ փոքրիկների համար կարծես խաղ լինի եւ կրում է իր սիրելի շապիկը եւ տիկնիկ։ Ինչպես եք ցույց տալիս հաճախորդին, թե ինչ եք ստեղծել։ Նախ ներկայացնում եմ ինչից եմ ոգեշնչված, ինչպես գիտեք, մեր մշակութային բոլոր տարբեր տարազային էլեմենտներից եմ օգտվում եւ այդպես փորձում եմ ցույց տալ ինչ հոգի եմ ներդրել այդ ամենի մեջ, ինչպես եմ նկարել, նույնիսկ տեսահոլովակի տեսքով եմ ցույց տալիս իրենց, որ կարողանան պատկերացում կազմել այն աշխատանքներին, որը որ կատարում եմ։ Ես ձեզ ստեղծագործական թռիչքներ եմ մաղթում, ձեր գաղափարները միշտ թող վերելքներ ապրեն։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, նման ջերմ խոսքերի համար եւ իմ համար մեծ պատիվ է գտնվել այնտեղ, որտեղ արվեստը գնահատում են եւ ես ստեղծում եմ արվեստ, որը գրելի է եւ շատ ուրախ եմ կիսվել իմ անցած ճանապարհով ձեզ հետ, ստեղծում եմ մի հագուստ, որը տանում է անցյալ, բայց ապրում է ներկայում։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Բարև ձեզ երեխաներ, մենք այսօր Kids Time-ում պատմելու ենք հեքիաթ, Հովհաննես Թումանյանի հեքիաթն է Պոչատ աղվեսը։ Լինում է, չի լինում, մի տատիկ է լինում։ Այդ տատը գնում է ցախ բերելու, որ կաթ եփի։ Աղվեսը գալիս գլուխը մտցնում, տատը գալիս ցակատով տալիս է, պոչը կտրվում է։ Աղվեսը գնում մի քարի վրա կանգնում ու ասում. «Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ չասեմ, պոչատ աղվես, որտեղ էիր»։ Ասում է ոչ, գնա ինձ կաթ բեր։ Գնում, հասնում է կովին։ Ասում է կովիկ, կաթ տուր, կաթ տանեմ, պարավին տամ, պարավը պոչս տա։ Կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ չասեմ, պոչատ աղվես, որտեղ էիր։ Եվ ասում է, գնա ինձ խոտ բեր։ Գնում, ասում է, արդ, խոտ տուր ինձ, խոտը տանեմ, կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթ տանեմ, պարավին տամ, պարավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ չասեմ, պոչատ աղվես, որտեղ էիր։ Ասում է, գնա ինձ ջուր բեր, գնում, ասում է, աղբյուր, ջուր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթ տանեմ պարավին տամ, պարավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ չասեմ, պոչատ աղվես, որտեղ էիր։ Ասում է, գնա ինձ կուժ բեր։ Գնում, ասում է, աղջիկ, կուժ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա,
կաթ տանեմ պարավին տամ, պարավը պոչստա, գցեմ, գցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, ոչ չասեմ, պոչա տաղվեց, որտեղ էիր, ասում է, դե գնա ինձ հուլունգ բեր, գնում է գնում, ասում է, չարչի, հուրունգ տուր, հուրունգը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթ տանեմ պարավին տամ, պարավը պոչս տա, գցեմ, գցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որը չասեմ, պոչա տաղվեց, որտեղ էի, գնում եւ ասում է, գնա ինձ ձու բեր, գնում է գնում եւ ասում է, հավիք, ձու տուր, ձուն տանեմ, չարչուն տամ, չարչին ինձ հուլունգ տա, հուլունգը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթ տանեմ պարավին տամ, պարավը պոչս տա, գցեմ, գցմցեմ եւ ընկերներիս հասնեմ, որը չասեմ, պոչա տաղվեց, որտեղ էիր, ասում է եւ գնամ ցորեն բեր, գնում, ասում է, գնում է արտի մոտ ու ասում, կուտ տուր ինձ, արտը տալիս է կուտը տանում է հավիկին, հավը ձու է տալիս, ձուն տանում է չարչում, չարչին իրան հուլունգ է տալիս, հուլունգը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալիս, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալիս, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալիս, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալիս, կաթը տանում է պարավին, պարավը պոչն է տալիս, կցում, կցմցում եւ ընկերներին է հասնում։ Երեխաներ, ես այսօր պատմեցի Հովհաննես Թումանյանի Պոչա տաղվեսը։ Ձեզ դուր եկավ։ Երեխաներ, հաջորդ անգամ ինչ եկած ձեզ համար պատմեմ։ Ձեզ հետ էր Անգելինա Սարգսյանը, ստեսություն։